Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը Գերմանիայում այցելել է արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն, ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին, անդրադարձել TRIP-ին, նաև այցի կարևորությանն ու Հայաստան-Եվրամիություն գործակցությանը։ Today I can announce with confidence that Այսօր կարող եմ վստահորեն հայտարարել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղություն հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, երբ ես եւ Ադրբեջանի նախագահ ստորագրեցինք համատեղ հռչակագիրը, որին ներկա է նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Հռչակագրի համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը ընդգծել են պայծառ ապագայի համար այնպիսի ուղի մշակելու անհրաժեշտությունը, որը կապված չէ անցյալի հակամարտություններով եւ համապատասխանում է միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը եւ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրին։ Մենք պարտավորվեցինք ճանապարհ հարթել մեր երկու երկրների միջև թշնամանքի գլուխը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում եւ բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ, հիմա եւ ապագայում։ Վաշինգտոնում ձեռք բերված կարևորագույն առաջընթացներից մեկը երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման համաձայնագիրն է ներպետական, երկկողմ եւ միջազգային տրանսպորտի համար, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այս ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ կապը Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադարձ օգուտներ բերելով Հայաստանի Հանրապետության միջազգային եւ ներպետական կապի համար։ Այժմ մեր ամերիկացի գործընկերներից միասին ինտենսիվ բանակցություններ ենք վարում միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։ Trip Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում եւ կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային եւ գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման եւ շինարարության փուլին։ Այս նախագծի իրականացումը, որը լիովին համապատասխանում է մեր կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, տարածաշրջանում կստեղծի լրացուցիչ կապեր եւ փոխկախվածություններ, դառնալով խաղաղության եւս մեկ կարեւոր գործոն։ Փաստորեն TRIP ուղի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը ունեն լիարժեք ներուժ, դառնալու միջին միջանցքի կարևոր բաղադրիչ, ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև անխոչնդոտ կապ։ Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը։ Armen Press-ին տված մեկնաբանությունում ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի եւ Եվրամիության երկկողմ ձևավորված եւ խորացող գործընկերության բովանդակությունը, հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա։ Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու սոցիալ-տնտեսական դիմակայությանն աջակցելու Եվրամիության հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին։ Գործընկերության ռազմավարական օրակարգը, որը սկզբունքորեն ավարտվել էր դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունն ու խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը, ասել է խոսնակը։ Բաքվի հայտարարություններն ազգային ժողովի նախագահը պատրաստ չէ մեկնաբանել, բայց Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ այս փաստաթուղթը կարող է դանդաղեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ Բաքվի հետ աշխատանքը շարունակվում է բոլոր ճակատներում, լրագրողների եզրույցում նշել է Սիմոնյանը։ Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին։ Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ դրա մասին բարձր չենք խոսում, բայց աշխատանքները ոչ մի հանդիպման ժամանակ լինի դա Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, թե որևիցե միջազգային ներկայացուցիչ, որևիցե դեսպան, որևիցե պատվիրակություն, որևիցե այց, որևիցե հանդիպում խոսակցություն չկա, որտեղ զրույցի կետի մեջ չկա գերիների եւ պահվող անձանց վերաբերյալ կետ, ինչպես նաեւ անհայտ կորածների վերաբերյալ կետ, դա բացառված է, միշտ իմացեք, որ դա այդ երկու կետը մշտապես կան եւ լինելու են այնքան ժամանակ, մինչեւ հարցը չլուծվի, իսկ դրական լուծման միտում ես տեսնում եմ եւ Ինչից եք ենթադրել։ Ինչն է ինչից։ Որ դրական միտում կա այդ հարցը։ Դե ասել եմ, հիմա մենք պատերազմից հետո ունեցել ենք 200-ին հասնող գերիներ։ Հիմա այս պայդրությամբ 23 հաստատված գերի ունենք, պահվող անձ ունենք, հա, եւ պետք է
տեսնենք, հա, ինչա փոխվել, հա, 5 տարվա ընթացքում եւ նաեւ խոսակցությունները եւ քննարկումներն են ինձ այդ հույսը ներշնչում, ինչպես նաեւ արձագանքները, երբ որ ես ասում եմ, որ մենք խոսում ենք մարդկանց հետ, միջազգային կառույցների հետ կամ միջազգային ներկայացուցիչների հետ, ես տեսնում եմ, որ դա լեգիտիմ պահանջ է Հայաստանի Հանրապետության կողմից, լեգիտիմ խոսակցություն է եւ բացառում եմ, որ որևիցե լեգիտիմ խոսակցություն չունենա դրական արձագանք, ուղղակի պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվենք, ինչպես մնացած մեր եղբայրները, ընկերները վերադարձան, վստահ եմ, որ մի օր բոլոր, կրկնում եմ, բոլոր այն մարդիկ, ովքեր որ այնտեղ են գտնվում, մի օր բոլորը վերադառնալու են։ Կառավարության կողմից սոցիալական աջակցության ծավալի ու շահառուների թվի կրճատումը խորացրել է արցախցիների սոցիալական ծանր իրադրությունը։ Այս մասին Արցախի ներկայացուցչությունում կազմակերպված լսումների ժամանակ ասել է նախկին ՄԻՊ Գեգամ Ստեփանյանը։ Նրա խոսքով այս առումով ամենակարևորը բնակարանի ու կացության խնդիրներն են։ Նոյեմբերի 20-ի դրությամբ հավաստագիր ստացել է 3500 ընտանիք, որից 1500-ն է կարողացել իրացնել այն, ըստ էության բնակարանի տեր դառնալ, կեցության հարցը լուծել։ Այս թվերը ցույց են տալիս, որ մարդիկ հավաստագիր ստանալուց հետո էլ չեն կարողանում բնակարան ձեռք բերել ու կեցության հարց լուծել։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահն էլ է գնահատել իրավիճակը, խոսել մտահոգությունների մասին։ Ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ առաջարկվող ծրագրերը որևէ ձևով չեն խթանում կամ չեն աջակցում արցախցիների հավաքական բնակեցմանը, կոմպակտ բնակեցմանը, մեր այս ուղղությամբ մեր պնդումներին եւ մեր առաջարկներին կառավարության կողմից միշտ պատասխան են հնչում, որ իրենք շահագրգիռ չեն արցախցիների գետոյացման հարցում, ինչը կարծում եմ հիմնազուրկ պնդում է, որովհետեւ հավաքական բնակվելը որևէ ձևով, հատկապես նույն ազգի ներկայացուցիչների շրջանում ապրելը որևէ ձևով գետոյացման չի կարող հանգեցնել։ Ծրագրով սահմանված քաղաքացիության պահանջը շարունակում է մնալ խոչընդոտներից, իրացման խոչընդոտներից մեկը, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ վերջին շրջանում քաղաքացիության դիմելության աճ եւս նկատվել է։ Նոյեմբերի 20-ի դրությամբ քաղաքացիության համար դիմել է 23107 տեղահանված անձ եւ 15500 տեղահանվածներ ստացել են քաղաքացիություն, եւս 7500 անչափահասներ ծնողների քաղաքացի դառնալու հանգամանքով պայմանավորված եւս ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս հարցում հանդիպող ամենամեծ խնդիրը կորսված փաստաթղթերի վերականգնման հարցն է եւ վերջին շրջանում նաեւ ներկայացուցչությունում գործող այդ համապատասխան իրավախորհրդատվության հնարավորությունը շուրջ արդեն 200-ից ավելի անձանց հնարավորություն է տվել ստանալ այդ աջակցությունը նաև ներկայացուցչության միջոցով իրենց փաստաթղթերը վերականգնելու համար։ Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ամենամեծ թերություններից մեկը նաև փոքր կազմով ընտանիքների շահերի եւ նրանց համար կեցության հարցի կարգավորման անտեսումն է, որովհետեւ առաջարկվող ծրագրով որևէ ձևով հնարավոր չէ, որ տված գումարի ծավալով 1-ից 3 հոգանոց ընտանիքները կարողանան բնակարանի տեր դառնալ կամ որևէ ձևով լուծեն իրենց կեցության հարցը։ Այս հարցի հրատապության ընկալում կա նաև համապատասխան լիազոր մարմնի կողմից, կոնկրետ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, բայց մինչ այժմ հստակ լուծում հարցին չի առաջարկվել, անընդհատ ինչ որ առաջարկներ են հնչում սոցիալական բնակարանների ձևով եւ այլ, բայց գետնի վրա լուծումները բացակայում են։ Ակնհայտ է նաեւ, որ նման բարդ իրավիճակում այդ տարանջատված ջանքերը բավարար չեն հաջողության համար։ Անհրաժեշտ է համախմբել այդ ջանքերը գործադրողներին, աջակցել նրանց, լրացնել այլ կառույցներով, համակարգել աշխատանքը։ Մենք չպետք է մոռանանք ցեղասպանության ճանաչման հետ կապված փորձը։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր առանցին հաջողություններ են արձանագրել այս հարցում, բայց չպետք է մոռանալ, որ գլխավոր նպատակը իրագործված չէ, ու թեև խնդիրները տարբեր են, սակայն ակնհայտ է, որ կարելի է օգտակար հետևություններ անել։ Նման բազմավեկտոր ու բարդ խնդիր լուծելու համար շատ կարևոր է ունենալ ամուր կամք, ճիշտ հայեցակարգ ու իրատեսական ռազմավարություն։ Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ ամուր կամք ունի եւ ստեղծված իրավիճակում պետք է դառնա իր դատի տերն ու առաջամարտիկը, իհարկե Հայաստանի ժողովրդի ու սփյուռքի ամուր աջակցությամբ, սակայն կարևոր է հստակեցնել հակամարտության կարգավորման նոր փուլի հայեցակարգը։ Ինչպես հակամարտությունների կարգավորման գործընթացներում, այս դեպքում եւս մի շարք բաղադրիչների կողքին
հատկապես կարևորվում են քաղաքականն ու իրավականը։ Քաղաքական բաղադրիչի առանցքային գաղափարը Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելն է։ Հետևաբար ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի, ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հաստատմանը համապատասխան միջազգային ատյաններում։ Սրան զուգահեռ կարևոր է արցախցի փախստականների անվտանգ վերադարձի ու հայրենի տարածքներում անվտանգ կենսագործունեության պայմանների ապահովումը միջազգային մանդատ ու համապատասխան լիազորություններ ունեցող խաղաղապահների տեղակայման Արցախում եւ ժամանակավոր արտաքին կառավարման հաստատման։ Հույդա երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Նպատակն էր միջազգային կառույցների ուշադրությունը սևեռել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ 2 տարուց ավել ինչ մեր հայրենակիցները պատանդարության մեջ են, հետևականորեն հետապնդում ենք հարցը, խնդիրը, եթե նկատել եք, սա մեր առաջին ակցիաներից չէ, բազմաթիվ ակցիաներ ենք իրականացրել այս ընթացքում եւ մեր պահանջը իհարկե միայն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին եւ մասնավորապես ՄԱԿ-ին ուղղված չէ, բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք որ ունեն հանձնառություն։ Ակցիաներ տեղի են ունեցել այլ կազմակերպությունների ներկայացությունների առջև եւ հավանաբար կրկին տեղի կունենան։ Սրանք կազմակերպություններ են, ովքեր որ իրոք ունեն հանձնառություն, ովքեր որ ամեն առիթով խոսում են մարդու իրավունքների պաշտպանություններից, հիմնարար ազատություններից եւ կարծում եմ, որ ունեն բազմաթիվ լծակներ, որոնցով որ կարող են ճնշումներ բանեցնել Բաքվի վրա։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա խորհրդով պայմանավորված անտի-ֆեյքի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Ազատության հրապարակում։ Ակցիայի մասնակիցների համոզմամբ այսօր Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակված է, ինչը վկայում է իրենց խոսքով 50 քաղբանտարկյալները։ Հիշեցնեմ, անտի-ֆեյքի 2 աշխատակիցներ 1 ամսից ավելի է կալանքի տակ են։ Ակցիայի մասնակիցներն անդրադարձել են նաև սրբազանների կալանավորմանը։ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ, շուրջ 50 քաղբանտարկյալ, որը խայտառակ թիվ է, բացի նրանից, որ Հայաստանում թիրախավորվում են անձինք հայլախոհներ, նաև թիրախավորվում են լրատվամիջոցներ, հենց այս դեպքը, անտի-ֆեյքի դեպքը ոչ միայն անձանց, մեր ընկերների Նարեկի եւ Վազգենի, այլ նաև լրատվական ծառայության, այսինքն անտի-ֆեյքի թիրախավորման փորձ է, հիշեցնենք, որ փորձ էր կատարվում սարքերը արգրավել, բայց աջակիցների միջոցով նոր սարքավորումներ գնվեց, իսկ այն խայտառակ իրավիճակը, որ Հայաստանում առկա է քաղբանտարկյալների հարցով, փաստագրվել է թե Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից դեռևս Արմեն Աշոտյանի անազատության ժամանակ, թե Կենտրոնամեկ դեմոկրատների միության կողմից եւ մի շարք անհատ քաղաքական գործիչների եւ միջազգային կառույցների կողմից։ Նարեկի եւ Վազգենի նախորդ այս նույն տրամաբանությամբ դատավարության ընթացքում ներկային միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Նարեկի եւ Վազգենի դեպքը ներառվել է միջազգային զեկույցներում մի շարք, բայց այդ ամենը շատ փոքր արձագանք է միջազգային կառույցների կողմից, հաշվի առնելով իրենք նախորդիվ մինչև 18 թվականը ինչպես էին խոսում այս հարցի շուրջ։ Միջազգային հանրության տոտալ պոֆիգիզմով Հայաստանում տեղի ունեցողի բռնաճնշումների վերաբերյալ այսօր մի քանի տասնյակ մենք քաղաքական կալանավորներ ունենք, մենք ունենք սրբազաններ կալանավորված, որոնցից 2-ի վիճակը միջազգային բոլոր կոնվենցիաներով, որի տակ ստորագրել է Հայաստանը, նրանց առողջական վիճակը, նրանց հիվանդությունները եւ մասնավորապես Միքայել Սրբազանի այնպիսին են, որոնք անհամատեղելի են կալանքը որպես խափանման միջոց կրելու հետ, բայց մենք շարունակում ենք տեսնել արդարադատության նախարարի սենց ջոկոնդայի ժպիտը, ով նույնիսկ հերքում իր ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հաստատությանը, ով տվել էր եզրակացություն, որ Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունի եւ հայտարարում ազգային ժողովում, որ չկա այնպիսի հրատապ խնդիր Միքայել Սրբազանի հետ կապված։ Մենք տեսնում ենք, այսօր մենք հավաքվել ենք, մենք տեսնում ենք, այստեղ նաեւ ես ուզում եմ, որ մենք այս ճաղավանդակը տեսնենք խոսքի ազատության համար, ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյային արձագանքելու համար այսօր ազատությունից զրկված են մեդիա գործիչներ։ Եթե աշխարհի բոլոր երկրներում այսօր մարդու իրավունքների օրն է, ապա Հայաստանում կարծում եմ այսօր կարելի է նշել կեղծավորության օրը,
որովհետև մենք տեսնում ենք ամիսներ առաջ չէ, օրեր առաջ, նույնիսկ ժամեր առաջ մարդու իրավունքների ծանրագույն խախտումներ մի կողմից օրինակ ընդդիմադրի նկատմամբ գազանաբարո հարձակում, որը արդեն 48 ժամ է անցել չի բացահայտվել, քաղբանտարկյալներ, ակնհայտ քաղբանտարկյալներ խոսքի համար, դիրքորոշում հայտնելու համար, ամիսներ շարունակ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ արդեն արշավ բառնել է փոքր հալածանքներ, ունենում ենք տեղեկատվական այլանդակ գրող, չի ստացվում թմրանի միջոցների եւ այլն, մյուս սրբազանների գործը, բացարձակ իրավունքի հետ կապ չունեցող գործեր եւ մեկ էլ այսօր հավաքվում են պետական պաշտոնյա կեղծավորները եւ մարդու իրավունքներից խոսելու համարձակություն են ունենում։ Այսօր կեղծավորության օրն է Հայաստանում եւ գոնե այստեղ ես ուրախ եմ, որ գոնե մարդիկ են անցնում են, տեսնում են, որ տեսեք քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Բարերար Սամվել Կարապետյանը, 4 արքեպիսկոպոսները, բազմաթիվ այլ քաղբանտարկյալներ, Գյումրիի գործերով, Դավիթ Համբարձումյան, մի խոսքով կարելի է ժամերով խոսել, բայց մեկ էլ դրա կողքին մի հատ լրիվ ուրիշ իրականություն, ժպիտներով, միջազգային գործընկերներ, մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող տիկին։ Ամենացավոտ հարցն եք տալիս, որովհետև բոլորիս գիտակցության մեջ Եվրոպան, եվրոպական արժեքները, ժողովրդավարությունը միշտ ավելի վառ եւ ցայտուն է եղել գոնե միջազգային կազմակերպությունների մակարդակով, ել չասեմ, որ 18 թվականի նախորդող տարիներին այն ամենաչնչին թեթև իրենց աչքով իրավունքների ոտնահարումը դարձել է մեծ աղմուկ։ Այնինչ այսօր կատարվում է եվրոպական կառույցներում, միջազգային կառույցներում, Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպություններում, դրսում գործող միջազգային խորհրդարանական իրավապաշտպան կառույցներում խոսում է միայն մեկ բանի մասին, որ ընդդիմության պնդումները, որ 18 թվականից այս կողմ Նիկոլ Փաշինյանը եկել է հստակ օրակարգով եւ այդ օրակարգի պատվիրատուներից եւ տերերից հանդիսանում են նաև արևմտյան ուժերը, դա հաստատվում է։ Շարունակենք եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի մասին է վարչապետը խոսել Facebook-յան ուղիղ եթերում։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կաթողիկոսական տեղապահի ընտրությանը։ Քանի որ հարցեր են հնչում, հարկ եմ համարում անդրադառնալ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման այն ճանապարհային քարտեզին կետ, որը մի քանի օր առաջ հրապարակել եմ եւ հերթով մեկնաբանել այդ կետերը եւ բարձաբանել։ Առաջին կետը վերաբերվում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը, որը իրոք առաջին քայլն է եւ այդ առումով պիտի ասեմ, որ կարեւոր է, որ դա տեղի ունենա այս պահին հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցում գործող կանոնների համապատասխան, ինչքան գիտեմ, դա իրականացնում է եպիսկոպոսած դասը եւ այս հարցում ես որևէ այլ առաջարկ եւ մոտեցում չունեմ եւ ուզում եմ ասել, որ կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման process-ի կազմակերպումը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հաջողվել է Չինաստանի հետ լուրջ առևտրային պայմանավորվածությունների հասնել եւ հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի ոչ հեռու ապագայում։ Թրամփը այդ մասին հայտարարել է Փենսիլվանիայում տնտեսության վերաբերյալ ունեցած ելույթում։ Մենք շատ կարևոր գործարքներ ենք կնքել Չինաստանի հետ, նշել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել է, որ Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր դեռ չի ստորագրվել, բայց վստահեցրել է, որ այն կստորագրվի բավականին շուտ։
Որոշ կետեր հասկանալի են, սակայն որոշները անընդունելի են մեզ համար եվրոպական տեսանկյունից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնաբանելով անցյալ շաբաթ հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը։ Ես չեմ տեսնում որևէ անհրաժեշտություն, որ ամերիկացիները փորձեն փրկել ժողովրդավարությունը Եվրոպայում հենց հիմա։ Եվ եթե այն փրկելու կարիք ունենայինք, մենք դա կանեինք ինքներս, նշել է Մերցը։ Կանցլերը ավելացրել է նաև, որ իրեն չի զարմացրել փաստաթղթի ընդհանուր տոնը, սակայն այն ամրապնդում է իր այն տեսակետը, որ Եվրամիությունը պետք է ավելի անկախ դառնա Վաշինգտոնից անվտանգության եւ պաշտպանության հարցերում։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է 2026 թվականին Գերմանիա այցելելու հրավերը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան ձգտում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին եւ վերադարձնել Ղրիմը Ուկրաինային, սակայն բավարար աջակցություն չունի։ Մենք ռեալիստ ենք, մենք իսկապես ուզում ենք միանալ ՆԱՏՕ-ին։ Իմ կարծիքով դա արդարացի է, բայց մենք հաստատ գիտենք, որ ոչ Միացյալ Նահանգները եւ ոչ էլ մի քանի այլ երկրներ անկեղծ ասած դեռևս չեն տեսնում Ուկրաինային ՆԱՏՕ-ում, եւ Ռուսաստանը անշուշտ երբեք մեզ այնտեղ չի տեսնի, ընդգծել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ Զելենսկին խոստովանել է, որ իրենք չունեն բավականին ուժ Ղրիմը վերադարձնելու համար։ Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը նվիրված էր ռուսական ուժերի կողմից Ուկրաինայում քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքների ռմբակոծության ակտիվացմանը։ ՄԱԿ-ում Եվրամիության ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինդիսը խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցուցադրում Ուկրաինայում խաղաղության հաստատելու մտադրություն, քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն ուժ գնացնելով։ Կազմակերպությունում Մարդու իրավունքների գրասենյակի հրապարակած զեկույցում նշվում է, որ 2025 թվականի հունիսից մինչև նոյեմբեր Ուկրաինայում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը զգալիորեն աճել է։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիայի ելույթից հետո էլ Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը հայտարարել է, որ Ուկրաինան չի վաճառում իր տարածքը եւ ինքնիշխանությունը։ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մեսին ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է դուրս գա Հյուսիսատլանտյան դաշինքից։ Կոնգրեսականը այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում, հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն սառը պատերազմի մնացուկ է։ ԱՄՆ-ն պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից եւ այդ գումարն օգտագործի ինքն իրեն, այլ ոչ թե սոցիալիստական պետություններին պաշտպանելու համար։ Նշել է օրենսդիրը նկատի ունենալով դաշինքին ԱՄՆ-ի մասնակցության հետ կապված ծախսերը։ Նա հավելել է, որ ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկում է դադարեցնել ԱՄՆ-ի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող եվրոպական երկրները ունեն բավարար տնտեսական եւ ռազմական ներուժ իրենց սեփական պաշտպանությունը ինքնուրույն ապահովելու համար։ Օրինագծի տեքստի համաձայն ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի համապատասխանում Միացյալ Նահանգների շահերին։ Դեռևս որոշված չէ, թե փաստաթուղթը երբ կարող է քննարկվել ներկայացուցիչների պալատի կողմից։ Դրանից առաջ օրինագիծը պետք է ստանա պրոֆիլային հանձնաժողովների հավանությունը։ Թայլանդի եւ Կամբոջայի միջև շարունակվող սահմանային բախումների հետևանքով զոհվել է 5 թայլանդացի զինվոր։ Մարտական գործողությունները շարունակվում են։ Թայլանդի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Թայլանդը վեճի սկզբից ի վեր որևէ հարձակում չի սկսել։ Նա ընդգծել է, որ բանակցությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ Կամբոջան պատրաստ լինի դա անել։ Վերահաստատելով Թայլանդի դիրքորոշումը, վարչապետ Անուտին Չարվիրակուլը դեկտեմբերի 9-ին հայտնել է, որ Թայլանդի ուղղությունը մնում է ստատուս քվոն եւ հրադադար չկա։ Փենսիլվանիայում կայացած հանրահավաքում ելույթ ունենալով Թրամփը հայտնել է, որ մտադիր է հեռախոսազրույց ունենալ հակամարտությունը դադարեցնելու համար։ Բախումները երկու երկրների միջև վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։ Երկու երկրներն էլ հայտնել են, որ սահմանամերձ տարածքներից տարհանել են 100 հազարավոր մարդկանց։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, համայնքային ոստիկաններն ու գվարդիայի ծառայողները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել, մանրամասները տեսանյութում։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում հարավ-արևմտյան B2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել թմրամիջոցը իրացնելու կասկածանքով ոստիկանության գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։ Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ, ընդհանուր 61.19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ եւ
Մալաթիա, Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը եւ ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4044 վարորդ, մանրամասները տեսանյութում։ Ճանապարհային երթևեկության անվտանգային մշակույթի ամրապնդումը եւ քաղաքացիների կյանքի ու առողջության համար ապահով միջավայրի ձևավորումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ապահովելով թե իրենց, թե երթևեկության մյուս մասնակիցների անվտանգությունը։ Մինչ օրս բարեկային ծառայությունը 4044 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 792-ով։ Հիշեցնենք, տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարների մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 մմ եւ դրանից պակաս է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային դողերով, ցուցաբերել գիտակից, իրավահարկ ու օրինապահ վարքագիծ։ Եվ եղանակ վաղը գիշերը Հայաստանի առանձին վայրերում սպասվում են թույլ տեղումներ Լեռներումցյան եւ Թացձյան, իսկ հովիտներում անձրևի տեսքով։ Օրվա մնացած ժամերին օդերևութաբաններն ամենուրեք կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին Արարատյան եւ Շիրակի դաշտավայրերից հացրադիր վայրերում կդիտվի մառախուղ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյանները անցվել լուծությունը բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։